Ձերբակալությունների համար որպես պատճառ ներկայացվել է երկրում մթնոլորտի սրումը, թշնամական քարոզչության համընթաց քարոզչություն տանելը, ինչ-որ ընդհատակյա հեղաշրջման կամ հակահամակարգային մեխանիզմներ ստեղծելը եւ այլն, այսինքն ըստ էության այս մեղադրանքները, որոնք ունեն ամենատարբեր ձևակերպումները, ենթադրում են մեղադրանք արտաքին ուժերի հետ համագործակցության մինչև դավաճանության։ Այսինքն բառացի եսպայդրությամբ դեռևս հենց դավաճանության կամ որպես գործակալ լինելու մեջ չեն մեղադրվում, բայց այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են նրանց հասցեին, դրան են տանում։ Գուցե հետագայում արդեն ավելի մանրամասներ հայտնի դառնան այս ուղղությամբ։ Ինչու ինչպես է ստացվում, որ Փեզեշքյանին աջակցող ուժերի ուրեմն ղեկավարներին այսօր ձերբակալում են, իրականում այստեղ նշանակություն չունի Փեզեշքյանը եւ նա այս հարցում որևէ դերակատարում չունի, որովհետև խնդիրը այստեղ գալիս է ավելի լայն համատեքստից եւ Իրանում պահպանողականներ, բարեփոխականներ այդ ներքին հակասություններից ու մշտական պայքարից եւ տվյալ կոնտեքստում ստացվում է, երբ բարեփոխականները առաջ են տանում այնպիսի պահանջներ կամ առաջարկներ են ներկայացնում, որոնք ընդունելի չեն այս համակարգի եւ պահպանողական ուժերի համար, նրանք թիրախավորվում են եւ բանը հասնում է փաստացի ինձ մինչև ձերբակալության, քանի որ այդ պահանջները շատ հաճախ այնպիսին են եղել, որոնք համակարգի համար լիովին անընդունելի են ու համակարգի համար կարելի ասել դրանք նաև կարմիր գիծ են։ Հետևաբար այս պայմաններում գուցե անգամ սպասելի էր, որ ի վերջո նման հետապնդումներ են լինելու բարեփոխականների նկատմամբ, որովհետև նմանատիպ պահանջներ իրենք ներկայացնում են առնվազն վերջին տարիներին, հատկապես ակտիվացել էին 25 թվականի այդ հունիսյան պատերազմից հետո եւ հիմնական շեշտը այն էր, որ պետք է օգտվել պատերազմից հետո ստեղծված իրավիճակից եւ այդ եւ դա դիտարկել որպես հնարավորություն երկրում իսկապես խորքային բարեփոխումներ իրականացնելու համար, բայց այստեղ գալիս ենք էլի նրան, որ այդ խորքային բարեփոխում կոչվածը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում։ Եթե օրինակ պահպանողական թևի համար կամ առհասարակ պետական համակարգի համար բարեփոխումը առաջին հերթին առնչվում է սոցիալ-տնտեսական դրությանը, ապա բարեփոխականների համար շատ ավելի լայն ասպեկտներ են ներառում, ընդհանուր մինչև քաղաքական դաշտի ազատականացում, քաղաքացիների ազատ արձակում, օրինակ ինտերնետային եւ ինչ-որ գալիս սահմանափակումների վերացում, ու այստեղ կողմերի այսպես դիրքորոշումները չեն հատվում եւ գալիս է մի պահ, երբ բարեփոխականների ներկայացրած նման առաջարկները, պահանջները մեկնաբանվում են որպես համակարգի դեմ ուղղված առաջարկներ եւ ըստ դրա լինում է արձագանքը, փաստացի ձերբակալվում են։